Ըստ խնդրի ունենք ինչ-որ ABCD տարբեր թվեր, այնպես որ տեղի ունի այս հավասարությունը։ Պետք է գտնենք այդ ABCD թվերը։ Սկզբում պարզենք, թե ինչ թվանշան է համապատասխանում A տառին, եւ առաջին քայլով վերցնենք ստուգենք A-ի հնարավոր ամենամեծ արժեքը, անհավասար է 9։ Այս դեպքում առաջին թիվը ստանում ենք 9999, եւ նկատենք, որ այս դեպքում 9999-ին հնարավոր է գումարել այնպիսի BBB, CC եւ D թվեր այնպես, որ ստանանք 10512։ Այդ պատճառով եկեք առայժմ թողնենք այս դեպքը եւ դիտարկենք A-ի հաջորդ հնարավոր ամենամեծ արժեքը, անհավասար է 8։ Այս դեպքում առաջին թիվը կստացվի 8888, սակայն եթե նույնիսկ մյուս 3 թվերի համար վերցնենք հնարավոր ամենամեծ արժեքները, BBB-ն վերցնենք 999, CC-ն 77, քանի որ 8 եւ 9 թվանշանները արդեն զբաղված են եւ D-ն 6, միևնույն է ստանալու ենք 10512-ից փոքր թիվ։ Հետևաբար ան 8 եւ դրանից փոքր թվանշանները չեն համապատասխանում մեր պայմանին։ Ստացվեց, որ ան պարտադիր 9 է եւ առաջին թիվը 9999, հետևաբար BBB-ի, CC-ի եւ D-ի գումարը պետք է լինի 513։ Անցնենք առաջ, երկրորդ քայլով պարզենք, թե ինչ թվանշան է B-ն։ Միանգամից կարող ենք ասել, որ B-ն չի կարող լինել 5 եւ դրանից մեծ, քանի որ 555-ին կամայական CC ու D գումարելիս միևնույն է ստանում ենք 513-ից մեծ թիվ։ B-ն կարող է լինել 4, քանի որ 444-ին կարող ենք գումարել այնպիսի CC եւ D, որ ստանանք 513։ Իսկ այդ B-ն 3 դեպքում առաջին թիվը ստանում ենք 333։ Եկեք նախորդի տրամաբանությամբ վերցնենք CC-ի եւ D-ի փոխարեն հնարավոր ամենամեծ արժեքները 88 եւ 7, քանի որ 9 արդեն իսկ զբաղված է։ Քանի որ նույնիսկ այս հնարավոր ամենամեծ դեպքում ստանում ենք գումարը 513-ից փոքր, հետևաբար B-ն 3 եւ դրանից փոքր թվանշաններ լինել չի կարող։ Այսպիսով B-ն հավասար է 4-ի եւ ուրեմն CC-ի ու D-ի գումարը հավասար է 69-ի։ Երրորդ քայլով էլ գտնենք C-ի արժեքը։ C-ն կարող է լինել 6 եւ այդ դեպքում 66-ին գումարելով 3 կստանանք 69, հետևաբար D-ն էլ կլինի 3։ Սակայն C-ն չի կարող լինել 5 եւ դրանից ավելի փոքր թվանշաններ, քանի որ 55-ին ինչ միանիշ D էլ գումարենք, միևնույն է 69-ից փոքր ենք ստանալու։ Եվ այսպես ան հավասար է 9, B-ն հավասար է 4, C-ն 6 եւ D-ն 3։ Կարող ենք կատարել նաև ստուգում տեղադրելով մեր ստացած այս արժեքները հավասարության մեջ, եւ ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ ենք հաշվել։